Այն ինչ տեղի ունեցավ նախ օրենքի շրջանակներում խնդիր ուներ բառից բուն իմաստով գրոհ էր, այդպես դիտարկվեց հանրության լայն շրջանակների կողմից, այդ գրոհի ժամանակահատվածում շատ հուզիչ էր նաև ձեր քարոզը, ձեր խոսքը, հորդորը ուղղված ազգային անվտանգության ծառայողներին, այդ մասով ինչ կարող եք ասել։ Ում էր ուղղված, բայց ուղղված էր բոլորին։ Եվ ազգային անվտանգության ծառայողներին, եւ ոստիկանության, եւ հատուկ այդ ծառայությունների ներկայացուցիչներին, այո, մենք չէինք պատկերացնի, ես օրինակ չէի պատկերացնի երբևէ, որ Մայրաթորի տարածքում նման գործողություն կիրականացվի։ Միևնույն ժամանակ, տեսեք, ես չեմ բացարձակապես անընդունել եմ համարում այդ գործողությունները, միևնույն ժամանակ անընդունել եմ համարում հարցը կուսակցականացնելը։ Ինչ նկատի ունեք այդպես ասելով Սրբազան։ Շատ լավ գիտեք ինչ նկատի ունեմ։ Դուք այդպիսի փորձեր եք տեսել։ Որ փորձում էին հարցին կուսակցական բնույթ հաղորդել, քաղաքականացնել, եւ ես շատ ուրախ եմ, որ Միքայել Սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Հայ եկեղեցին, թողեք Հայ եկեղեցին երբևէ որևէ ուժի, որևէ քաղաքական կուսակցության ձեռքին կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու։ Էսի պիտի բացառեմ։ Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր պետականությանն են առնչվում, մտահոգում են մեր ազգին, այդ բոլոր հարցերի վերաբերյալ մենք դիրքորոշումներ հայտնել ենք ու շարունակել ենք հայտնել։ Բայց մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու ենք։ Խնդրում Սրբազան, դուք շատ կարևոր հայտարարություն արեցիք, այսինքն ես ուզում եմ հստակեցնել, եղել է եկեղեցականների որոշումը, եղել է եկեղեցականների ում դուրը կգա իմ ասածը, ում դուրը չի գա, ես ասացի։ Եկեղեցին փորձել են գործիք սարքել։ Հարցը քաղաքականացնելու իմաստը ինչու մեր այդ դեպքում։ Ով է փորձել քաղաքական։ Ովքեր որ փորձել են, գնացեք ուսումնասիրեք, լրագրող եք, դուք ինձ եք հարցնում։ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական էր, մեկ անձի հրահանգով եւ նրա շարունակական թիրախավորման հետևանք էր։ Եկեղեցին դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե չի բավարարում, գնացեք նորից, ընթերցեք դիրքորոշումը, այդտեղ ամեն ինչ ասված է։ Այսինքն եղել են անձիկ, ովքեր պղտոր ջրում փորձել են ձուկ որսալ։ Ես պարզ չասեցի, ինչ էր նշանակում այդ ժամանակ իմպիչմենտի թեկնածու, այդ իրավիճակում այդ տեսակ հարց առաջ բերելու իմաստը ո՞րն է։ Էլի բացատրեմ, թե հասկանալու է։